2015 թվականի օգոստոսի 25-ին տեղի ունեցավ Հայացք հեռուստաստուդիայի երիտասարդ լրագրողների դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը ներկա են Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Գարեգին Նժդե-թանգարանի տնօրեն Գայանե Ներսիսյանը, Հայաստանի Հանրապետության վաստակաշատ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայեդյանը, Ավետիք Իսահակյանի գրադարանի կազմակերպչական գծով փոխտնօրեններ Կարինե Մերաբյանն ու Ռուզաննա Բարսեղյանը եւ ազգային արխիվի գլխավոր մասնագետ Նուրա Խաչատրյանը։ Հյուրերը ելույթի ժամանակ իրենց բարձր երախտիկի խոսքը հղեցին դպրոցի տնօրենությանը, այս գործի նախաձեռնության ու հրավերի համար, ինչպես նաև աչքի ընկան առանձնակի սրտացավությամբ, խոսելով ներկայիս բարդ ու խրթին խնդիրների մասին, որոնք դամոկլյան սրի պես ճոճվում են հայոց լեզվի գլխավերևում։ Հայրապետային դպրոցի տնօրեն Համեցեք Անիջան։ Իսկ խոսեմ դպրոցի մասին, երբ թե խոսեմ առաջին մեր գաղափարի մասին, որ մի քիչ ավելի ամբողջական լինի ձեր ինֆորմացիան մեր մասին, հետևյալն է, ես ուզում եմ, որ հնարավորինս 12-ից բարձր տարիքային երեխաներ, որ արդեն կարողանում են խոսել, կարողանում են իրենց խոսքը փոխանցել, բանավոր ճիշտ հաղորդակցվել, ցանկանում են, որ խոսեն մաքուր հայերենով, կարողանան հնարավորինս պահել հայերենը եւ այս նոր մտած այդ համակարգչային լատինադառային եւ այլ այդ ամեն չէ ճիշտ է պահեն, ես չեմ ասում, որ չլինի կամ ես դա սխալ չէ, իհարկե դա էլ ձեր տարիքային երեխաների այդ շփվելուց եւ այլն միանշանակ պետք է գա։ Ուղղակի հիշեք, որ հայերենը դա ձեր դեմքն է, այսինքն դուք ինչպես որ ամեն օր խնամում եք ձեր դեմքը, մաքրում եք ձեր դեմքը, ինչպես որ փորձում եք անդադ ձեր դեմքը պարզ պահել եւ մաքուր պահել, նույն կերպ պետք է պահեք ձեր լեզուն, որովհետեւ դուք եթե ներկայանում եք միտեղ, ներկայանում եք հայ, այսինքն դա շատ կարեւոր է, որ հայը խոսի հայերեն։ Մենք այսօր շատ արտիստներ ունենք դրսում, որ միանշանակ շատ լավ մասնագետներ, շատ լավ դերասաններ, երգիչներ, բայց երբ խոսում են մի փոքր աղճատված հայերենով կամ չեն կարողանում ամբողջապես մաքուր խոսել հայերեն, մի տեսակ մենք հիասթափություն ենք ապրում, մի տեսակ իրենց կտրում են, մի փոքր կտրվում են մեզնից, այսինքն չեն կարող ամբողջապես ընդունել հարազատներին, հարազատպես չեն կարող մոտենալ։ Այսինքն դա լեզվի խնդիրն է, որ լեզուն չի կարող մոտեցնել, իր լեզուն թույլ չի տալիս, որ մենք ամբողջապես մոտենանք նրան եւ այսինքն լինենք նրան ընդունենք մեր նման, այսինքն մի փոքր օտար ենք համարում նրան։ Ուրեմն դա է, որ կարողանանք ճիշտ բանավոր հաղորդակցվել։ Մասնավորապես հյուրերից Գայանե Ներսիսյանը եւ Ալեքսանդր Սայեդյանը հորդորեցին երեխաներին չտարվել այս կամ այն հոսանքի շինծ ու ազդեցությամբ, լինել ինքնատիպ, խորապես ուսումնասիրել ազգային մտքի գանձարանը եւ զերծ մնալ գլոբալիզացիայի գայթակղությունից։ Ավետիք Իսահակյանի գրադարանի գծով փոխտնօրեններ Կարինե Մերաբյանը եւ Ռուզաննա Բարսեղյանը երիտասարդներին կոչ արեցին ընթերցել գրականության ու լեզվին վերաբերող այն նյութերը, որոնք հիմք կհանդիսանան իրենց հետագա առաջխաղացմանը։ Ես ուզում եմ, որ դուք նորից եմ պատրում, իմ միակ խնդրանքն է եթերից լինել ազնիվ եւ չմտածեք բոլորովին, թե ոնց եմ երևում, աղջիկներն են սիրում սա, բայց ես ոնց եմ երևանում, ինչքան սիրուն եմ տեսնել, ինքն մի բանի մասին խոսում եմ, բայց ուշքում իբրե եմ գոռում, այ կամերանից հիմա ոնց է ցույց հիմա քամերից տեսնում, մոռացեք իմ բանը, ձեզ ոչ ոք չի տեսնում, եթե էկրանից խոսելու եք, ուզում եք ինչ-որ բան ասեք, ուրեմն ասեք ձեր ամենասիրելի մարդուն։ Ես հեռուստաեթերում եղել եմ 26 տարի, հայկական Հայաստանի բոլոր տղամարդ հաղորդավարներից ամենից շատ եմ եղել եթերում, բոլոր ժամանակների։ Ես ամեն եթեր դուրս գալուց առաջ, երբ արդեն մտեղ ասում են, միացում ենք միկրոֆոն, միտքից մեջ ասում են, մամա ջան, ես այսօր քեզ համար եմ խոսելու ու խոսում եմ մամայիս համար։ Ձեզանից մեկը կարող մամայի համար խոսել, մեկը կարող է քրուջ համար, մեկը սիրած տղայի աղջկա համար, տատիկի, պապիկի համար, բայց պատկերացնում եք դուք ընդամենը մի հոգու, դուք Հայաստանի համար չեք խոսում, դուք այդ մի հոգու համար եք խոսում, որ կարող է ձեզ չճանաչեն, ես առաջի, այդ իրստոր ասում եմ, իմ ցավից եմ ասում, ես առաջի անգամ եմ եթե դուրս եկի, առաջի շաբաթը դուրս եկի գալիս փողոց ասում եմ, այս մարդիկ հեռուստացույց չեն, այն չեմ հասկանում։ Ոչ ոք չի ճանաչում, ես ինչ մարդիկ են, հետո գալիս է ժամանակ եք, լավ ես դին կեզ շատ են ճանաչում, կարող է նույնիսկ անունը չհիշել, բայց եթե կողքից ծախնեմ ասել, մեր հաղորդավարն է, այդ մեր բառը ամենամեծ գնահատական։ Աստծո աչքը թող այս հաստատության վրա պատասխանի։ Ելույթի ժամանակ կարևոր դիտարկում եղավ այն մասին, որ չնայած նրան, որ համացանցում այսօր շատ նյութեր եւ ստեղծագործություններ կան, սակայն գրքի արժեքը եւ շունչը երբեք համացանցով չես փոխարինի։ Ինքան ջերմ եւ սրտացավ ելույթով հանդես եկավ Նուրա Խաչատրյանը, ով իր խոսքում նշեց, որ ամենակարևորը դա ձգտումն ու հավատն է դեպի գործը։
Հավելենք նաև այն, որ թե Իսահակյանի գրադարանի եւ թե ազգային արխիվի աշխատակիցները իրենց բարձր պատրաստակամությունը հայտնեցին դպրոցին գաղափարապես նեցուկ լինելու, ինչպես նաև տարբեր միջոցառում ցուցահանդեսներով աջակցելու համար։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ներսիսյան հարցերից պատասխանելու համար։ Ես էլ ասեմ, որ դու որպես սկսնակ լրագրող բավականին խելացի էր կառուցել քո հարցերը։ Շնորհակալ եմ։ Ես հաջողություն եմ ցանկանում եւ կանեմ ճանաչել։ Շնորհակալ եմ Տիկին Ներսիսյան։ Երեք խորհուրդ առաջինը միշտ կողմնորոշվեք աշխատեք այն մասնակցությամբ, որը սիրում եք։ Եթե սիրեք այն գործը, որը անում եք, կաշխատեք շատ փոքր։ Եթե անեք մի գործ, որը չեք սիրում, երբեք փոքր չեք ստացել։ Ընտրեք մասնակցություն, որը իսկապես սիրում եք։ Երկրորդը միշտ սովորեք օտար լեզուներ։ Այն պահին, այն տարին, որ դուք աշխատեք, աշխատաշրջանում ասելու են, իսկ դուք գիտեք 4 լեզու։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն ու պլյուս մի օտար լեզու։ Որտեղ մենակ անգլերենով այլևս աշխատի չէ դառնում։ 4-5 տարի հետո դուք ավարտեք կամ 7 տարի հետո։ Այդ ժամանակ արդեն մարդկանց լինելու շատ լեզուներ իմացող։ Եվ երրորդ ամենակարևորը միշտ հիշեք ու միշտ արեք, շատ կարդացեք։ Այսօր փառք Աստծո, ես երեք եմ գնացել գրախանութում, կան շատ գրքեր հայերեն թարգմանված։ Հայացք հեռուստաստուդիայի երիտասարդ լրագրողների դպրոցի գերնպատակը այն է, որ այն սաները, որոնք այցելելու են մեզ մոտ դասընթացների, առաջին հերթին ոչ միայն ստանալու են գիտելիքներ նրա համար, որ օգտագործեն գործնականում, այլև նրա, որ առաջին հերթին լինեն պիտանի եւ ազգօգուտ քաղաքացիներ մեր նոր անկախ պետությանը։ Մաղթում ենք բարի երթ, կանաչ եւ անխափան աշխատանք հեռուստաստուդիային։